Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր Գյումրիում սկսվել է քարոզարշավը ընտրությունների, քաղաքապետարանի ընտրությունների, ավականու ընտրությունների, ինչպես հիշում են Գյումրիից է սկսել քայլել Նիկոլը, ուրեմն հուսանք, որ այս անգամ Գյումրիով էլ կավարտվի նրա երթը, նրա հայրենադավության երթը, ու չգիտես ինչու, փոխարեն Նիկոլին փորձեր արվեն Գյումրիից հեռացվելու, ամբողջ ՀՀԿ-ն իր ներուժը ներդրել է իր, այսպես ասած, ադնառազվի միատեսակ միկրոֆոններով ներդրել է ընդդեմ Մայր Հայաստանի, ընդդեմ Հայաստան դաշինքի, ընդդեմ կռված տղաների, այսինքն շարունակում են Նիկոլի այն թեզը, որ հերոսներ պետք չեն այս երկրին եւ հերոսները իրավունք չունեն խառնվելու, այսինքն հերոսները զոհվելու իրավունք ունեն, կռվողները զոհվելու իրավունք ունեն, հայրենիք պաշտպանելու իրավունք ունեն, իսկ իրենց արյան պաշտպանած երկիրը թույլ չտալու, որ մի ստորագրությամբ դավաճան Նիկոլը հանձնի Թուրքին, տեր կանգնելու իրանց երկրին դիվանագիտորեն իրավունք չունեն, այդ ո՞նց է ստացվում, կբացատրեք ինձ։ Հիմա Լենինականում, այսպես ասած, մեր հինավուրց Գյումրիում պատահական չէր, որ Նիկոլը քայլեց այնտեղից, որովհետև դա հին մշակութային հայկական օջախ էր եւ հենց այնտեղից պետք է սկսվեր Հայաստանի ավերումը։ Գյումրիում այսօրվանից քարոզարշավ է, որի ընթացքում իր, այսպես ասած, ոչ փոքր լուման է ներդրել մեր մարտական ընկերներից մեկը, Փայլուն հրամանատար եղնիկների արծիվ Քյոխը, Կարեն Ջալավյանը, եւ բնականաբար բոլոր ջեբի շները Սերժիկի անթաքույց արդեն ցանկությամբ վերարտադրելու ՔՊ-ին, որտեղ որ քերում ես ՔՊ-ն տակից ՀՀԿ-ի ականջներն են դուրս գալիս, այդ ո՞նց է ստացվում, բացատրեք հասկանանք, արդեն իր բոլոր տուզիկներին բարոյական, անբարոյական, իմացող, չիմացող, գրագետ, անգրագետ, բոլոր իր գրպանի տուզիկներին ֆաս է արել ու հիմնական թեզը, որ շոշափում է, մնայիք կռվեիք, ինչու չզոհվեցիք, ինչու չկռվեցիք, ասում եմ բոլոր նրանց, ովքեր անգամ կյանքի մեջ մեկ անգամ խրամատ մտած չկա, մեկ պատրոն կրակած չկա թշնամու վրա, բայց վայրը հաչել է իրեն թույլ տալիս ցանկացած կռվող տղայի վրա, ցանկացած զենք բարձրացնողի վրա, զենք բարձրացնողին դատել կարող է միայն նա, ով գիտի դա ինչ է, ով պատրաստ է, ով կարողացել է, ով կարողանում է զենքով հայրենիք պաշտպանել, կին թե տղամարդ ոչ մի նշանակություն չունի, հայրենիքը բոլորինս է եւ բոլորս ենք պարտավոր զենքով այն պաշտպանելու, Քյոխի վրա վայրահաչողներ, գործ եք ունենալու կոնկրետ այն կանանց հետ, ովքեր որ հայրենիք են պաշտպանել շալվար հագնող եւ կարճ յուբկով այստեղ այնտեղ թրև եկողներ, սրա նրա մի մաման տված լափի դիմաց հաչողներ, գործ եք ունենալու արդեն մեր վրեժխնդրության հետ, հերիք եղավ արդեն հերոսներին նսեմացնեք, բոլե, եռաբլուրը ձեզ դաշ չեղավ, գնացեք պաշտպանեք, եթե ամեն նահանջող, ձեր կարծիքով ով զոհվում է, հերոս է միայն զոհվողը, ամեն նահանջ դեռ պարտություն չէ, ամեն նահանջ ընդամենը նոր հարձակման սկզբունք է, ու եթե Քյոխը, ում էիք ասում, Վիտալիին էիք ասում, նման մի քանի մեր հին հրամանատարներից, որոնք որ բարեբախտաբար թե դժբախտաբար ողջ են մնացել, որոնք այսօր դատվում են Թուրքին ծառայող ձեր վերարտադրած, Սերժիկ, քո վերարտադրել նորից փորձող Նիկոլով, եթե նրանք զոհվեին, այս ազգը ոչինչ չէր շահելու, առանց այդ էլ բոլորիս արդեն բերդերում եք փակում, որպեսի գլխատեք գալիք ազատագրական շարժումը, որպեսի թուրքերի դեմ չունենաք ընդվզող, որպեսի կտոր համաձայնեցված Թուրքի հետ վաճառեք, Սերժիկ ինչի Նիկոլի դեմ չես հանում քո շավկեքին, ինչի ես հանում կռված տղաների դեմ, որտև լավ հասկանում ես, չէ, որ առանց
ֆիդայինների առանց պատերազմի մասնակից պատերազմից մի կերպ, ինչ-որ կերպ ողջ ետդարձածների, քո դավաճանած երկրի, Նիկոլի և քո լապած, կտոր լապած հայրենիքի ապագան միայն այդ տղաների առաջնորդությամբ է։ Ժողովուրդ, եթե մենք այսօր լռենք և հանդուրժենք, որ անթաքույց, այս անգամ արդեն անթաքույց առանց դիմակի, Սերժ Սարգսյանը իր ոհմակով, Մայլան Նարեկ, դու պատերազմի տարիքի տղա ես, 44 օրյային քանի օր ես եղել պատերազմի դաշտում։ Մնացած են քաց ու քուց ինչ ասեմ, դիսկացեկաներում, դրած լծրած պռոշներով ու դրած մազերով, սրանրա տակը զվռնողներ, գնայք հայրենիք պահեիք, եթե այդքան լավ հայրենասեր էիք, քյոխ եք քլնգում, դուք այդքան կաք, որ կարողանաք եղնիկներից մի կերպ դուրս պրծած քյոխ քլնգեք, քյոխելուց եք խոսում, դուք քյոխվում եք ամբողջ օրը սրա նրա տակը, գոնե քյոխվելուց մի խոսացեք, արա, հերիք եղավ արդեն, զգուշացնում ենք, կռված կանանց միությունով, զգուշացնում ենք, հավաքեք խելքներդ, գլուխներդ, Սերժի գոնե ողջ մնալուთ համար ես անգամ Նիկոլ մի վերարտադրի, ժողովուրդ շատ կարևոր է Գյումրիի հաղթանակը, եթե Գյումրիում Սերժ Սարգսյանը չկարողանա նորից Նիկոլ վերարտադրել, այդտեղից արդեն հոսանքը տարածվելու է ամբողջ Հայաստանով մեկ, և մենք վերջապես, իզուր չէր Նիկոլը կատաղել հենց Գյումրիում, մենք վերջապես կարողանալու ենք ունենալ անսերժիկ, անսաշիկ, անմիշիկ, աննիկոլ Հայաստան, վերջապես ժամանակն է հասկանալու, որ Նիկոլը թուրք է, իսկ այդին թվարկած մնացյալները հայ դավաճաններ, ազգադավ շներ, որոնք վճարվել են թուրքերից և հիմա հնարավորինս և անհնարին ձևերով փորձում են մեր երկրի դեմ բացել դռները թշնամու առաջ։ Գյումրիով մենք կորցնելու ենք Սյունիքը, Գեղարքունիքը և ապա Երևանը, թուրքը կանգ չի առնելու, իսկ նրանք ովքեր պատերազմից են վախենում, հավատացեք, պատերազմը այդքան սարսափելի չէ, քան դավաճան հայը, պատերազմը այնքան սարսափելի չէ, քան չոքած յաթաղանվելը, իսկ մենք պատերազմ չենք ունենալու, եթե եկող մեր առաջնորդը, իսկ ես համոզված եմ, որ հաջորդ մեր առաջնորդը լինելու է հայրենասեր հայ, կոպիտ մարդ, աշխատող մարդ և բոլորս լծվելու ենք հայրենիք կառուցելու գործին, հերիք եղավ դիվաններին նստած հերոս խաղաք, հելեք հայրենիք փրկելու, ձեր որդիներն են վաղը ոստիկանություն, ձեր որդիներն են ձեզնից պատասխան ուզելու արդեն, էդ որ այսօր պարգևավճարների դիմաց միլիցեք, Նիկոլ եք պահում, Լենինականում, Երևանում և ամենուր, վեր կացեք ժողովուրդ, ժամանակն է, Գյումրիի հաղթանակը, դա հաղթանակն է ամբողջ Հայաստանի, Գյումրիով է եկել Նիկոլը, Գյումրիով էլ պտի պատժվի Նիկոլը, ու նրա բոլոր այն արբանյակ պապաները, ովքեր որ Նիկոլ են բերել, ով էլ որ լինի, գնում ենք մարտի 30-ին, ընտրում ենք Մայր Հայաստան, ընտրում ենք Կարեն Սիմոնյան, եթե ուզում ենք հայկական Գյումրի վերականգնում, եթե ուզում ենք հաղթող իսկական Գյումրի, ոչ թե Լեննագան, տարբերությունը գյումրեցիները հասկացան, գնում ենք, ընտրում ենք հայկական Հայաստան, Հայաստանը սկսվում է Գյումրիի հաղթանակով, ինչպես որ սկսվեց Գյումրիից սկսվեց կործանումը, ուրեմն Գյումրիով էլ պտի պսակվի այս հաղթանակը, հաղթեց Գյումրին, հաղթելու ենք հայերս, գենետիկ հայերս,
Իսկ Սերժ Սարգսյանին խորհուրդ կտամ, եթե 10 գրամ տղամարդկություն կամ մեջը տարա, ինքնասպան եղի, որտեղ ոչ մի կերպ չես կարանալու արդարանաս, ինչի Լուկաշենկոն հենց քո հետ Արցախի գնի բազար արեց, այսպես ասած, ինչի Միշիկը Նիկոլին ֆինանսավորեց, դու ես տվել Կարեն Ջալավյանին առաջին մեդալը, եթե հերոս տղա չէր, եթե կռվող տղա չէր, ոնց ես տվել, հանգիստ թողեք կռվածներին, այս հեռաշեղված անասուններ, դուք անգամ պատկերացում չունեք ինչ է կռիվը, ով է կռվողը և ինչերի միջով է անցնում, ուզում եք հասկանաք, գնացեք ամեն մեկը գոնե 2 պատրոն կրակեք, նոր կգաք կխոսենք, էք լինեք թե որց, չփորձեք վայրահաչել, պատերազմ անցած ոչ մի տղայի հասցեի, իսկ Սերժիկից հերոս կռվի դաշտի ժամանակ չի եղել, քանի որ նա կռվի դաշտ չի մտել լինելով պաշտպանության նախարար, շտաբում է եղել Ստեփանակերտի, բոլորը գիտեն դա, չի ստացվելու, եթե ձեր հերոսները Աշոտցյաններն են, Ցիկտերյան հիշում ես, Մալյան նարեկներն են կռիվներից փախած և որոշ անբարոյական կանայք են լցրած պռոշներով ու դրած մազերով, էստեղ ենտեղ սնանրա տակը մտնող, ցավակցում եմ ձեզ, ձեր քաշեք Մայր Հայաստանից, ձեր քաշեք կռված տղաներից, հերիք եղավ, ինչ կարացիք ծախեցիք, ռադ եղեք թողեք ես մնացորդը գոնե փրկենք, արա։ Ժողովուրդ, մարտի 30-ին, բոլոր այն գյումրեցիները, ովքեր որ հայկական գենը դեռ պահպանել են մեջները, գնում ենք, ընտրում ենք Մայր Հայաստան, ընտրում ենք Կարեն Սիմոնյան, ընտրում ենք Հայաստանի ապագա, գոնե չենք ընտրում, եթե ոչ մեզ, ապա գոնե չենք ընտրում նրանց, ովքեր որ Նիկոլ են բերել, ովքեր որ հիմա Նիկոլին են ծառայում և ովքեր արդեն անթաքույց ամեն կերպ փորձում են Նիկոլ վերարտադրել ամենուր, լավ հասկանալով, որ ես անգամ չեն խուսափելու պատասխանատվությունից, փաստերով, հուսամ, որ հայկական գենը Գյումրիում, Ղարսեցու արմատական գենը Գյումրիում, որ շատ է, այս անգամ կարձագանքի և կկարողանանք փրկել մեր երկիրը։